Վերջին շրջանում ինչ կեղծ լուրի եք հանդիպել, կոնկրետ օրինակ կարող եք բերել։ Օրինակ այդպես չեմ կարող բերել, այսօր համացանցը հեղեղված է եւ կեղծ եւ իրական լուրերով, մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա վերլուծել, որպեսզի կարողանա իրականը կեղծից տարբերել։ Պարբերաբար հանդիպում եմ տարբեր սոցիալական հարթակներում կեղծ լուրերի, այս պահի դրությամբ կոնկրետ չեմ կարող օրինակներ բերել։ Շատ են լինում, հիմնականում հայտնի մարդկանց կամ այլ երկրներում կատարվելիք անցուդարձերի վերաբերյալ, որոնք որ կեղծ են։ Օրինակ հայտնի մարդկանց մասին սխալ տեղեկություններ են տալիս, թե մահացել են կամ ինչ-որ վատ դեպք է տեղի ունեցել իրենց հետ, բայց իրականում դա սխալ է եղել եւ իրական փաստ չի եղել։ Դες με самолет եկավ Գյումրվա եկենք, ելա մոնտաժի գյուլը։ Դες ես դուրերել են տարածում։ Ինչ նպատակ են հետապնդում ֆեյք էջերի հեղինակները եւ ինչ ազդեցություն կարող է գործել կեղծ տեղեկատվությունը։ Եկես լուրեր տարածելու հիմնական պատճառը ինչ-որ խառնեն իրար էլի, քաոսային վիճակ ստեղծեն։ Անշուշտ բնակչության վրա ազդեցություն ունենում է։ Միտումը մեկը կամ մի քանիսը կարող են լինել, օրինակ մարդկանց մեջ պառակտումներ մտցնելը, մարդկանց մեջ տարաձայնությունների առաջացումը։ Երկու նպատակ, որպեսզի իրենց էջերի դիտումները շատ լինեն, եւ երկրորդը ըստ իս, որպեսզի մարդկանց ապատեղեկատվություն տան, այսինքն շեղեն իրանց ճիշտ կողմնորոշումից։ Կարող են խոճապ առաջացնել մարդկանց մոտ, սխալ տեղեկություններ եւ լուրեր տարածելու համար, նույնիսկ կարող են մարդկանց սթրեսի մեջ դնել։ Ուզում են անկայմ դարձնել Հայաստանի Հանրապետությունը։ Կեղծ լուրերը ազդել են ընտրություններին մասնակցելու ձեր որոշման կամ քվեարկության վրա։ Ես ունեմ իմ քաղաքական դիրքորոշումը եւ իմ ընտրության վրա ոչ մի կողմնակի ազդեցություն չի ունեցել։ Չէ, անկեղծ ասած, որովհետև ես իմ ընտրությունը կատարել եմ բացառապես ինքս ինձ լսելով։ Ոչ միանշանակ ես գիտեի ում ընտրելու։ Ինչքան չեղնի գոնե մետոգոս ազդասկյան, ապայմ։ Ոչ իհարկե, որովհետև յուրաքանչյուր լուր, որը որ ինձ հետաքրքրում է եւ որը որ կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ, պարտադիր փորձում եմ ճշտել պաշտոնական էջերով։ Ոչ, ի վրա չի ազդել, ես ուզեցել ենք, մեզ գնացին դրել ենք։ Իհարկե ոչ, քանի որ ես ինքս իմ ընտրությունը արել եմ իմ կամքով եւ ինչ որ լուրեր հաստատ չէին թողնի, որ իմ ընտրությունը ես ուրիշ ձև իրականացնեմ։ Արհեստական բանականության զարգացումը եւ տարածումը ինչ վտանգներ է առաջացնում։ Արհեստական բանականությամբ կարելի է ցանկացած նյութ սարքել եւ հրապարակել, ես կարծում եմ դրանով համապատասխան մարմիններ զբաղվում են ու իրենց արդյունքը հաստատ ունենալու են։ Շատ չպետք է չարաշահենք AI-ի դերը մեր կյանքում շատ չպետք է լինի, որովհետև մենք ինքներս ամեն մեկս ունենք մեր սեփական բանականությունը։ Ինքը իրանից վտանգ է ներկայացնում էլի, որ ամբողջությամբ վերցնեց։ Կեղծ լուրերին շատ վատ ազդեցություն առաջացնում։ Վտանգը շատ մեծ է, քանի որ հասարակությունը դեռ արհեստական բանականություն ասվածը այդքան շատ դեռ մենք չգիտենք իր մեխանիզմների մասին։ Դա եւ լավ հետևանքներ ունի եւ վատ։ Վատը այն է, որ շատ են ներգրավված դրա մեջ եւ կարող է նույնիսկ սխալ տեղեկություններ իմանալ։ Որքանով է կարևոր մեդիագրագիտությունը եւ դուք կմասնակցեք այդ թեմայով դասընթացների կամ սեմինարների։ Կարևոր է իհարկե, այսօր աշխարհը զարգանում է եւ յուրաքանչյուր բանից գրագիտություն ստանալը դա օգուտ է մեզանից յուրաքանչյուրիս համար, իհարկե եթե ժամանակսների անպայման կմասնակցեն։ Միանշանակ այո, էլի առիթ եղել է մասնակցելու նման դասընթացներին, շատ կարևոր է դեռ փոքր տարիքից երեխաների մեջ սերմանել այս թեմայի կարևորությունը ու նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կարծում եմ շատ անհրաժեշտ ու էական է։ Հա, եթե սովորեցնում են կմասնակցեմ։ Մասնակցում եմ, կմասնակցեմ էլ։ Այո, ինձ համար կարևոր է մասնակցել մեդիագրագիտության բոլոր դասընթացներին, մասնակցել եմ եւ ելի կմասնակցեմ, որովհետեւ օրեցօր փոխվող մեխանիզմներին ծանոթանալու շատ կարևոր է պաշտպանված լինելու եւ տեղեկատված լինելու համար։ Իմ կարծիքով մեդիագրագիտությունը շատ
կարևոր է բոլորի համար, որ շատ լավ տեղեկացված լինեն ամեն հարցի համար։ Ես մասնակցել եմ ու հայելի կմասնակցեմ։ Չէ, ես այդ գործի մեջ աշխատանքի մեջ եմ։ Ձեր կարծիքով ո՞րն է այսօր Շիրակի մարզի բնակիչների համար ամենամեծ տեղեկատվական վտանգը։ Իսկ հենց սխալ բանը, ինչ որ մեկը կարող է պնդել, որ դա ճիշտ է, դա էլ ինքն իրենից հանգեցնում է խուճապ, հատկապես մեծահասակների շրջանում։ Երևի թե անտեղյակությունը չիմանալը, չտիրապետելը բոլոր մեխանիզմներին։ Մարդիկ կարող է ինչ-որ մեկի խոսակցությունը իմանալով իրենք էլ սխալը իմանան, տարածեն ու այդպես շարունակվի սխալը։ Դե որ ամեն կեղծ նորություններին չհավատան, այսինքն եթե նորություն են տեսնում, մի քանի էջերով մանրամասն ուսումնասիրեն, որ հաստատ իմանան ճիշտ է թե ոչ։